Ողջույն։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ չի կարելի անել ձեր ամուսնու համար, ձեր տղամարդու համար, ձեր զուգընկերոջ համար։ Եվ քանի որ սովորաբար մարդիկ սիրում են ինչ-որ կետեր, 7 կետ այսինչ բանի համար, 10 կետ մոտիվացվելու համար եւ այլն, ես այսօր առանձնացրել եմ 7-ը։ Առաջինը, որին պետք է որին պետք է անդրադառնանք, դա հետեւյալն է։ Պետք չէ ձեր ամուսնու համար դառնալ այնպիսին, ինչպիսին նա է ուզում ձեզ տեսնել։ Սովորաբար լինում է, որ մենք բոլորս էլ որոշակի փողզիջումների ենք գնում, հա, ամուսինը ասում է, որ օրինակ ես ուզում եմ դու այսինչ ոճի հագնվես, չգիտեմ, քեզ այսպես պահես, այսինչ բանը չհագնես, թույլ չենք տալիս, որ նույնիսկ այդ ապրանքը ընտրի, ես շատ եմ հիշում իմ կյանքից, ինչ որ բան ես շատ եմ հավանում, ամուսինս ասում է, չեմ ուզում, որ դու դա առնես եւ այլն, այսինքն փողզիջումների մենք բոլորս միևնույն է գնում ենք, բայց կան դեպքեր, երբ որ դու հասկանում ես, որ այդ ամբողջ պահանջմունքների մեջ դու ուղակի հեռանում ես քեզանից, դու կորցնում ես քո ով լինելը, քո ինքնությունը, օրինակ ամուսինը կարող է ասել, ես ուզում եմ, որ դու, չգիտեմ, մազերդ ներկես դառնաս շիկահեր, ես ուզում եմ, որ դու այսինչ մարդկանց հետ ընդհանրապես չշփվես եւ դու կորցնում ես քո ոճը, քո ճաշակը, լինում են դեպքեր, որ ընդհանրապես չի հավանում քո ճաշակը, դու ընտրություն անելու ընդհանրապես ենթակա չես, դու ճաշակն ուր, հա, ու սկսում է ամուսինը կնոջ փոխարեն ընտրել հագուստ, ընտրել ընկերներ, ընտրել մասնագիտություն, եւ այդ ամեն ինչի մեջ մենք կարծես կորցնում ենք մեր ով լինելը, մեր իրական ես կերպարը։ Եվ ինչն է այստեղ շատ հետաքրքիր։ Եթե կան համընկնումներ, օրինակ ամուսինդ որոշակի պատկերացումներ ունի կնոջ մոդելի հետ կապված եւ դա համընկնում է քո պատկերացումներին, դա հրաշալի է։ Հա, ինքը կցանկանա, որ դու ինչ-որ բան անես, դու էլ դա կանես եւ երկուսդ էլ երջանիկ կլինեք։ Բայց եթե այդ պահանջմունքը քո մեջ առաջացնում է ներքին կոնֆլիկտ, եթե դա քեզ համար տհաճ է, եթե դու հասկանում ես, որ դա չուզենալով ես դու անում եւ այլն, երբեք պետք չէ դա անել։ Մի խոսքով, սրա մասին կարելի է երկար խոսել, բայց անցնենք առաջ։ Հաջորդ կետը, որի մասին ուզում եմ խոսել, դա հետեւյալն է։ Երբեք մի ունեցեք երեխա, եթե դուք դա չեք ցանկանում։ Մի ծննդաբերեք, մի հղիացեք, եթե դուք դա այդ պահին չեք ցանկանում, հա, լինում են դեպքեր, որ ամուսինը տարբեր պատճառներով անդադ ուզում է, որ կինը հղիանա, հա, գուցե ուղղակի ինքը տենց սեփականատեր է, ուզում է, որ իր կինը միշտ տունը մնա, երեխաներ մեծացնի, երբ ինքը գա տունը պատրաստ լինի ամեն բան, ու դրա միակ լավագույն բանը, այսինքն առիթը, որով դա իր ուզածը կարող է հաջողել եւ ստանալ, դա կնոջը հղիացնելն է, ում է պետք հղի կինը, հա, ոչ մեկին չի գրավում, ոչ մեկին չի գայթակղեցնում, վտանգ չկա կարծես։ Լինում են դեպքեր նույնիսկ, որ դա էլ չի պատճառ, հա, պատճառները տարբեր կարող են լինել։ Լինում են դեպքեր, որ ամուսինը պարզապես դրանով ինքնահաստատվում է, հա, որ մենք շատ ենք, մենք ուժեղ ենք, նայ ես ինչ տղամարդ եմ, լիքը երեխեք ունեմ, ես համ աղջիկ ունեմ, համ տղա ունեմ, ու ամեն բան իմ կյանքում հրաշալի է, բայց ինչի հաշվին Աստված գիտի։ Դուք պետք է մտածեք, որ երեխայի ծնունդը ձեր կյանքում կարող է իր հետևանքներն ունենալ, հետծննդյան դեպրեսիան պատրաստ է, ել չհաշված, որ կազմվածքը ամեն ծննդաբերության հետ կապված անդառնալի կորցնում է իր, չգիտեմ, գեղեցկությունը, իր երիտասարդությունը, թարմությունը, այսինքն այո, մենք գնում ենք համաձայնության, ընդհանուր եզրեր ենք գտնում, որ իրար գոհացնենք ամուսիններով, զույգերով, որ այնպես վարվենք, որ իրար երկուսիս է լավ լինի, իրար գոհացնենք, իրար լավ լինի, բայց նորից եմ ասում, եթե դուք զգում եք, որ այդ ամենը դուք անում եք ձեր ներքին կոնֆլիկտի արդյունքում, երբ որ դուք այդ ամենի մեջ ուղղակի երջանիկ չեք, դուք դա չեք ուզում, պարզապես մի արեք։ Հաջորդ կետը, որից կխոսեմ, դա էլ հետևյալն է։ Մի փորձեք լռել խնդրի մասին։ Հաճախ մենք ինչ ենք անում, մենք փորձում ենք լինել ավելի հանդուրժող, ավելի այսպես զուսպ, չենք փորձում խնդիրներ ստեղծել, ինչ որ անդադ դժգոհել, բողոքել եւ փորձում ենք այսպես ինչ որ շատ ճիշտ, շատ հանդուրժող կնոջ կերպարի մեջ լինել եւ լռում ենք խնդրի մասին։ Գուցե դա հիմա մեծ բաներին չգնանք, տարական հարցերի շուրջ կարող են լինել ինչ որ բաներ, որ ձեր սրտով չի, բայց դուք լռում եք։ Ես հիշում եմ, երբ որ մենք նոր էինք ամուսնացել, գորը իր տեսակով շատ սիրում է հարաբերություններ, ընկերներ եւ այլն, ինքը ում տեսնում էր, ասում էր եկեք մեր տուն թեյ խմելու։ Սկզբից ես եմ որ բան չէի ասում, բայց ես հասկանում եմ, որ դա իմ համար ստրես է, որովհետեւ ես որպես կին պետք է իմ տունը պատրաստ լինի, ես իմանամ հյուրասիրելու հարմար բաներ կան արդյոք տանը թե ոչ, այսինքն որպես կին դու հազար բան ես մտածում, բայց տղամարդը բնականաբար այդ ամեն ինչի անդրադառնում, ինքը ուղղակի պատկերացնում է, որ եկան այդ սեղանը մի անգամից ինքն իրեն դրվեց,
Եվ ես 1-2 եւ մի օր ուղղակի ասացի, որ գոր խնդրում եմ, հա, եւ այստեղ կարեւոր է, որ երբ որ դուք ասում եք, որ սա պրոբլեմա, սրան ես դեմ եմ, ես չեմ ուզում, որ այսպես լինի, ցանկալի է, որ այլընտրանք առաջարկվի, որ Գիտես, ես օրինակ չեմ ուզում, որ այսպես լինի, որ օրինակ դու առանց ինձ ասելու, առանց գոնե զգուշացնելու կամ ինձ հետ համաձայնեցնելու օրինակ հյուրեր ես հրավիրում մեր տուն, հա, դավայ խնդրում եմ, գոնե օրը իրար հետ որոշենք, որ օրն է դա լինելու, նոր հրավիրենք կամ գուցե դու կարող ես ասել, որ ես չեմ ուզում, որ դու այս ժամին տուն գաս, օրինակ ես հիշում եմ, երբ որ երեխաներս երկուսն էլ փոքր էին, գորը աշխատում էր մի տեղ, որ իր աշխատանքը վերջանում էր 9-ին, ինքը գալիս էր տուն 10-ին, ու մենք շատ երկար գորը աշխատել է այդ գրաֆիկով ու մենք ես հիշում եմ ինչ ստրեսների մեջ է երեխեքի հետ մենակ եւ այլն ու մի օր ուղակի եկավ այն կետին որ ես նորից այսինքն չլրեցի այդ խնդրի մասին իմ խնդրի իմ անհանգստության իմ դժգոհության մասին եւ ուղակի գորեն ասացի որ օրինակ ես համաձայն եմ որ մենք ունենանք որոշակի ֆինանսական դժվարություններ չգիտեմ մեր կենցաղային կարիքները բավարար լրացված չլինեն եւ այլն բայց Ես դեմ եմ, որ դու այս գրաֆիկով աշխատես, որտեղ երեխաները պապային չեն տեսնում, ես իմ ամուսնուն չեմ տեսնում, եւ մենք ընդհանուր եկանք համաձայնության, հա, որ հա, այսինչ բաների պատճառով փաստորեն ավելի շահավետ, ավելի լավ, ավելի արդյունավետ կլինի, որ այսպես լինի։ Այսինքն միշտ փորձեք, եթե կա ինչ-որ բան, որ ձեզ դուր չի գալիս, խոսել դրա մասին, օքեյ։ Այս կետին անմիջապես կտանեմ մյուսը, որն էլ երբեք մի խաբեք Հա, որտեվ հաճախ ինչ ենք մենք անում, կանայք սիրում են, հա, ամեն ինչ խաբել, որ իրանք երջանիկ են, խաբել, որ իրանք գլուխը չի ցավում, խաբել, որ իրանք օրգազմ ապրեցին, խաբել եւ ի վերջո նորից, հա, մենք փորձում ենք լինել ինչ որ շատ ճիշտ, շատ լավ, շատ հարմար մեկը, բայց իրականում նորից այդ ամենի մեջ, չգիտեմ, մենք ունենում ենք այդ ներքին կոնֆլիկտները, դեպրեսիվություն, որովհետեւ մենք Չգիտեմ, մեզ այդքան մոտ կանգնած մարդը, որը մեր ամուսինն է, մեր սիրելին է, մեր մտերիմն է, իրականում չգիտի ինչ է մեր հետ կատարվում, հա, այսինքն թաքցնել, որ ես շփվում եմ այսինչ մարդու հետ, թաքցնել, որ ինձ լավ չի, որ ես բավարարված չեմ, ես գոհ չեմ, այսինքն խորհուրդ եմ տալիս, սա շատ կարևոր պայման է հարաբերությունների մեջ, որ մի խաբեք, ասեք այն ինչ կա, ասեք այն ինչ զգում եք, Ասեք այն, ինչ որ իրականում կատարվում է ձեր մտքում, մի փորձեք լինել հարմար կին, մի փորձեք լինել սենց պրոբլեմներ չստեղծող կին, որովհետև այդ ամեն ինչը ի վերջո հետո մի հատ մեծ պայթյունի է վերածում, որովհետև երկար ժամանակ դուք ինչ որ սենց արտաքին խաղաղություն եք գնում, բայց տակը այդ թնջուկը ի վերջո ինքը պայթյուն է դառնում, ինչ որ մի օր ինչ որ միտեղից դուրս է գալիս, էլ չեմ ասում, որ Նույնիսկ եթե դու այնքան զուս փաթ տանող մեկը լինես, որ ինքը պայթյունի չվերածվի, միևնույնն է քո հոգեկանում ինքը բերել է տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններ։ Տեսնենք ինչ կետեր եմ ես նաև առանձնացրել։ Ուրեմն պետք չէ խղճալ, սիրելիներս, պետք չէ խղճալ ձեր ամուսնուն, սա դեստրուկտիվ վարք է, դեստրուկտիվ հույզ է, երբ որ դուք զգում եք հարաբերությունների մեջ խղճում եք, օրինակ ես հիշում եմ մի վերջին դեպք, որ կինը ասում էր, որ ես միշտ խղճացել եմ, հա, խոսում էր ամուսնու մասին, ասում էր, ես իրան միշտ խղճացել եմ, լինում է, որ չգիտեմ, տղամարդը ինչ որ հիվանդություն է ունենում կամ անապահով ընտանիքից է դուրս եկած լինում, մանկատան երեխա է լինում, եւ կինը խոսում է այդ մասին, որ իր ամուսնու նկատմամբ ինքը ունի այդ խղճահարությունը, այդտեղ չկա սեր, այդտեղ չկա կիրք, առավել եւս, այդտեղ կա ինչ որ sense անհասկանալի մի բան։ Եվ ասեմ, որ այդ զգացումը ձեր ամուսնուն հաշմանդամ է ուղակի դարձնում, հա։ Դուք գուցե գիտակցության մակարդակում չեք անդրադառնում, բայց այդտեղ կա ինչ որ sense աուրա, ինչ որ մթնոլորտ, որտեղ խղճահարությունը ենթադրում է, հա, որոշակի արդեն համապատասխան վարք, որի հիմքում ընկած է այդ խղճահարությունը։ Եվ նորից եմ ասում, դրանով դուք ուղակի ցածրացնում, արժեզրկում եւ ուղղակի հաշմանդամության եք հասցնում ձեր ամուսնուն։ Ահա, ուրեմն Սա այս մի կետն էլ, այո, ինչ լավ է, որ նայեցի չմոռացա, որին ուզում եմ անդրադառնալ, էլի շատ կարևոր անկերներ։ Ուրեմն մի փորձեք ձեր ամուսնու փոխարեն լուծել իր խնդիրները։ Մի փորձեք իր համար չգիտեմ, վարկ վերցնել ձեր անունով, ձեր բանկային հնարավորություններով, մի փորձեք պարտք վերցնել, չգիտեմ, ձեր բարեկամներից, ինքը ասում է, որ սենց խնդիր կա ու դու փորձում ես ինչ-որ ելքեր գտնել, որ իր հարցերը լուծես, օգնել, որ ինքը աշխատանքի ընդունվի, օգնել, որ ինքը ինչ-որ հարաբերություններ պարզի մեկի հետ, հա, լինել միջնորդ, որ խոսա, որ գնա, որ մի փորձեք դա անել, որովհետև նախ առաջի պայմանը մենք որպես կին չենք կարող ռիսկի դիմել, միշտ պետք է երկարաժամկետ
մտածել, ասեմ, որ 21-րդ դարում շատ տարածված է, երբ որ նույնիսկ ամուսնալուծությունից հետո մենք տեսնում ենք, որ կինը երկար ու ձիգ տարիներ շարունակում է ամուսնու պարտքերը փակել, վարկերը, հարկերը, որը փաստորեն իր անուն ազգանով, իր ստորագրությամբ է կայացվել եւ նույնիսկ իրանք բաժանված են, այսինքն վաղուց իրար հետ չեն, բայց ինքը շարունակում է այդ բանկային պարտքերը փակել, այսինքն մի արեք, ինչքան էլ սիրեք, ինչքան էլ սիրահարված լինեք, տարված լինեք, ուզենաք, որ ինքը կայանա, գտնի իր տեղը այս կյանքում, միևնույն է, պետք է շատ խորագետ լինել եւ այդ ամենի մեջ չներքաշվել։ Էլ չեմ ասում, որ հաճախ պարտքերից ավել, հաճախ այդ ամենը վերածվում է, չգիտեմ, որ դատական process-ների, քաշքշուկներ, այսինքն որպես կին դու դա ուր կարող ես հայտնվել միայն այն պատճառով, որ ցանկանում ես լուծել քո զույգի, քո ընկերոջ, քո ամուսնու խնդիրները։ Okay. Եվ ինչը մնաց ժողովուրդ։ Պետք չէ ապրել իր պահանջմունքներով, հա, սա եւս առանձնացրել եմ այս կետը, պետք չէ ապրել իր պահանջմունքներով, հա, մենք որ երկրում պետք է հանգստանանք, որ ընկերների հետ պետք է շփվենք, ում տուն պետք է հյուր գնանք, ինչ պետք է անենք, ինչ պետք է չանենք, եւ սա էլ մանավանդ մեր երկրում շատ տարածված է, հա, որ տղամարդը կարծես այսպես աստված է, տեր է, որը կայացնում է որոշումներ, իսկ կինը ասում զամուժում, հա, ասենց խելոք ամուսնու հետևից եւ նորից այստեղ մենք հեռանում ենք մեզանից շատ կանանց, երբ որ դու հարցում ես, դու լսում ես քեզ, դու քեզ հարց ուղղում ես, իսկ ես ինչ եմ ուզում, իսկ ինձ ինչ է պետք։ Հաճախ այս ամենի հիմքում ընկած է լինում այն, որ մտածում են դե հիմա տղամարդը ասել է, խոսքը գետնով չտամ։ Ես հիշում եմ իմ այցելուներից մեկը, որ արեց այդ արտահայտությունը, ես ուղղակի ապշել էի, որ ուղղակի սրճարանում ընկերոջ հետ նստած էին եղել, ոչ զուգընկեր էր, ոչ ամուսին, ու մի խոսքով հաց ուտելուց հետո ընկերը ասել էր, որ երևի արդեն գնանք, ասում եմ, ես չի ուզում գնալ, բայց ասեցի, լավ, օքեյ, ոնց որ գնանք։ Ու ես այս բանը ասում եմ, բայց դու չէիր ուզում գնալ, չէ՞, կարող էիր ասել, որ ինչ կլինի, մի քիչ նստենք, մի տեսակ ուտելուց հետո ուզում եմ մի քիչ մնամ, բան եւ այլն, ու ինքը հենց այս մեկնաբանություններն է տալիս, դե տղամարդ է, չուզեցի խոսքը գետնով տամ, չուզեցի սա լինի, նա լինի։ Ժողովուրդ, ով ինչ կմտածի, ով ինչ կանի եւ այլն, ես չգիտեմ, բայց շատ կարեւոր է, որ դուք ինքներդ հարցնեք ձեզ, իսկ ես ինչ եմ ուզում։ Իսկ ես օրինակ որտեղ եմ ուզում գնամ հանգստանալու։ Իսկ ես ինչ եմ ուզում։ Նորից, հա, մի կին պատմում էր, որ ասում է գնում ենք հաց ուտելու եւ տղամարդը ասում է, որ աղցան եւ պիցցա պատվիրենք, ես լսում եմ, օքեյ, բայց ասում է իմ սիրտը ձուկ էր ուզում։ Okay, եթե քո սիրտը ձուկ ա ուզում, ինչ ես համաձայնվում աղցան եւ պիցցա պատվիրելուն։ Այդտեղ ես հարց եմ ուղում, իսկ գուցե դու մտածում ես, որ ձուկը գուցե ավելի թանկ է, չես ուզում իր ֆինանսներին, հա, ինչ որ իրեն անհարմար դրության մեջ դնես։ Okay, եթե չես ուզում, կարող ես դու, չգիտեմ, կարտոֆիլի պյուրե պատվիրել, բայց գոնե մի բան, որ դու ես ուզում։ Այսինքն շատ կարևոր ընկերներ, որ դուք չկորցնեք ձեր ինքնությունը, որտեղ երբ որ մենք կորցնում ենք մեր տեսակը, մեր ինքնությունը, մեր անհատականությունը, մենք ուղղակի անհետաքրքիր ենք դառնում մեր ամուսնուն։ Հա, մենք ոնց որ դառնում ենք իր մի մասը, ինքը սովորում է մեզ, մենք իր կյանքում կանք, իր մի մասն ենք, իրան նման ենք, իրան հարմար ենք, բայց որպես կին, որպես, չգիտեմ, մեկ ում նկատմամբ ինքը պետք է կիրք զգա, կարծես ոչինչ չի մնում այդտեղ։ Երևի թե չգիտեմ 7 կետ ասեցի, 8 կետ ասեցի, կարևոր չի, պարզապես ես ինչ որ կետերի եմ վերածել, որտեվ գիտեմ, որ մարդիկ սիրում են այդպիսի կետային ինչ որ բաներ, բայց կարծում եմ ինչ որ առանձնացրել էի, կարողացա ասել։ Չէ, մի լավ կետել եմ մոռացել, այս մասին էլ խոսենք։ Ուրեմն շատ ես երբ որ մտածում եմ ինչի մասին կարելի է, հա, ձեզ հետ կիսվել, այս կետը այն որ կարևորագույններից էր, երբ որ մենք հաճախ փորձում ենք արդարացնել մեր, չգիտեմ, զույգին, տղամարդուն։ Դու տեսնում ես, որ ինչ որ մի բան ինքը արել է, որը չի հաջողվել, մենք փորձում ենք արդարացնել, դե, չգիտեմ, միջավայրը լավը չէր, մարդիկ լավը չէին, չգիտեմ, կամ չգիտեմ, կռիվ է լինում, դու ասում ես խփել է ինքը, ասում ես, չի խփել, մենք ուղղակի կռվել ենք, դու կարծես փորձում ես ծածկել, չես ուզում նայել ճշմարտության երեսին, որ, չգիտեմ, ամուսինս էր ինչ-որ մի բան արեց, չստացվեց, լավ չեղավ, ճիշտ չէր հաշվարկել, շատ բաներ հաշվի չէր արել, չստացվեց։ Եվ ընկերուհիների մեջ էլ է սա հաճախ տեղի ունենում, հա, ընկերուհին խոսում է, կիսվում է իր կյանքի մասին եւ ասում է, որ ամեն ինչ ընտիր է, ամեն ինչ շատ լավ է, մենք ընտիր է ամուսնուս գործը եւ դու տեսնում ես իր հակուկապից, իր ֆինանսներից, որ ընտիրի մասին խոսք լինել չի կարող, բայց նորից կարծես մարդը չի ուզում նայել իրականության աչքերին, խափում է դիմացինին եւ հաճախ ավելի շուտ խափում է ինքն իրեն։ Այսինքն մի փորձեք իրականությունը աղավաղել, մի փորձեք ծածկել, արդարացնել, նայեք իրականության աչքերին,
չստացվեց, չկարողացավ, գլուխ չհանեց, այս ինչ բանը իր ուժեղ կողմը չի։ Մի խոսքով ընկերներ, կան կետեր, որ պետք չի անել ձեր ամուսնու համար, դա ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, ես սպասում եմ ձեզ, որ դիմեք ինձ խորհրդատվության նպատակով։ Ես աշխատում եմ նաև on-line, այնպես որ իմ սիրելի Սփյուռքում ապրող հայեր կարող եք զանգահարել եւ գրանցվել։ Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք։